Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հայկական հեռուստասերիալն իր դեբյուտից ի վեր դարձել է հեռուստադիտողների ամենասիրելի նախագծերից մեկը։ Դրամատիկ, երբեմն առեղծվածային ու լի անսպասելի շրջադարձերով այս սերիալը չի դադարում զարմացնել ու հուզել իր հանդիսատեսին։ Սցենարական խորը մտածված լուծումներն ու կերպարների բազմաշերտ հոգեբանությունը ստիպում են հետևել յուրաքանչյուր դրվագին սպասելով նոր բացահայտումների ու սենսացիոն իրադարձությունների։ Սերիալը պատմում է մի ընտանիքի մասին, որը փորձությունների շղթայի միջով անցնելով պայքարում է իր ամբողջականության ու խաղաղությունը պահպանելու համար, որի կերպարներն են Աննան և Միքայելը, սերիալի գլխավոր հերոսները, որոնց սիրո պատմությունն անցնում է բազում փորձությունների միջով։ Հենրին, ով Անայի դաստիարակած որդին է և նա մեծանում է առանց իմանալու իր անցյալի գաղտնիքները։ Անգելինան Հենրիի մեծ սերն է, ում հետ ճակատագիրը փորձություններ է պատրաստել ու դեռ շարունակում է պատրաստել։ Ֆրիդան Հենրիի կենսաբանական մայրն է, ով վերադառնում է տարիներ անց խախտելու ընտանիքի անդորրը։ Շախունցների ընտանիքը ուժեղ, բայց ներքին պայքարներով լի ընտանիք է, որը փորձում է պաշտպանել իր արժեքներն ու անցյալի գաղտնիքները։ Սերիալում գործողությունները զարգանում են այնպես, որ երբեք չես կարող կանխատեսել հաջորդ քայլը։ Այն սպասելի իրադարձությունները ստիպում են հերոսներին կտրուկ որոշումներ կայացնել, ինչը բերում է նոր հակամարտությունների ու խորը դրամատիկ պահերի։ Ֆրիդայի վերադարձը տարիներ անց Հենրիի կենսաբանական մոր, սակայն ոչ թե սիրո, այլ շահի համար է այդ վերադարձը։ Նրա նպատակն է գումար ստանալ, ինչի համար պատրաստ է բացահայտել անցյալի բոլոր գաղտնիքները։ Անգելինայի և Հենրիի սերն արգելված է, նրանց զգացմունքները փորձում են հաղթահարել հասարակության ու ընտանիքի կողմից դրված սահմանափակումները։ Ինչ կտա Սոսի վերադարձը։ Բագրատի հեռախոսազրույցից պարզվում է, որ Սոսը ողջ է։ Սա մեծ հարված է լինելու շախունցների ընտանիքի համար, քանի որ նրանք արդեն հաշտվել էին, որ Սոսը մահացած է ու նրանց ընտանիքը այլևս չի էլ հիշում նրա մասին։ Սոսի որդին է վերադառնում։ Ոչ ոք չէր սպասում, որ Սոսը ոչ միայն միայնակ է վերադարձել, այլ ունի որդի, և ավելին՝ ոչ միայն որդի։ Հերոսների կերպարները զարգանում են դինամիկ կերպով։ Նրանք ստիպված են պայքարել իրենց ներքին վախերի, հասարակական կարծիքի և ճակատագրի դեմ։ Միքայելը խիստ, բայց սիրող տղամարդ, ով միշտ փորձում է պաշտպանել իր ընտանիքը։ Աննան ուժեղ կին, ում համար ընտանիքը և սերը առաջնային են, բայց նա հաճախ ստիպված է լինում պայքարել իր երջանկության համար։ Հենրին հակասությունների կծիկ է, քանի որ անցյալի գաղտնիքները ցնցելու են նրա հոգին։ Անգելինան պատրաստ է զոհաբերության, բայց երբեմն նաև համառ է, երբ խոսքը վերաբերվում է իր սիրուն։ Վերջին զանգը սերիալը հաջողության հասավ ոչ միայն իր հետաքրքիր սյուժեի, այլև պրոֆեսիոնալ դերասանական կազմի շնորհիվ։ Ռեժիսորական և սցենարային թիմը կարողացել է ստեղծել կերպարներ, որոնք ապրում են հեռուստադիտողի սրտում։ Ինչն է այս սերիալը դարձնում առանձնահատուկ։ Բարդ սյուժետային գծերը։ Շատ հայկական սերիալներում դեպքերը պարզ են զարգանում, բայց այստեղ անսպասելի շրջադարձերը մշտապես պահպանում են հետաքրքրությունը։ Հոգեբանական խորությունը։ Հերոսներն ունեն հստակ մոտիվացիաներ, իսկ նրանց որոշումները հաճախ փոխում են սյուժեի ընթացքը։ Եվ իհարկե որակյալ դերասանական կազմ։ Կերպարներն այնքան լավ են մարմնավորած, որ հեռուստադիտողները համակրում կամ ատում են նրանց։ Տեսարանները բազմազան են, նկարահանումներն իրականացվում են ոչ միայն տներում, այլ տարբեր վայրերում, օրինակ Ծաղկաձորում, Վրաստանում։ Մշակութային շեշտադրումներ կան այս հեռուստասերիալում, հաճախ անդրադառնում են հայկական ընտանիքների արժեքներին, ավանդույթներին և բարոյականությանը։ Ինչ սպասել հաջորդ սերիաներում։ Հենրիի և Սոսի որդու կապը։ Արդյոք նրանք վաղուց են ճանաչում միմյանց, թե նրանց միջև կա մի գաղտնիք, որը դեռ պետք է բացահայտվի։ Աննայի պայքարը Ֆրիդայի դեմ։ Ֆրիդան կհեռանա, թե կվերադառնա ու կխաթարի շախունցների ընտանիքի անդորրը։ Ինչ է սպասվում Անգելինային, արդյոք նա և Հենրին կկարողանան միասին լինել, թե ճակատագիրը նորից բաժանելու է նրանց։ Սոսը վերադարձել է վրեժ լուծելու, թե հետաքրքիր է իմանալ այդ թեյի պատճառը։ Վերջին զանգը սերիալը շարունակում է մնալ հեռուստադիտողների ամենասիրելի սերիալներից մեկը։ Այն հիանալի կերպով համադրում է սեր, դրամա, լարվածություն և անսպասելի շրջադարձեր։
Յուրաքանչյուր նոր դրվագ նոր հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հանդիսատեսը սպասում է մեծ անհամբերությամբ։ Սերիալի հեղինակները խոստանում են, որ ամենահետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են, հետևեք նոր սերիաներին և եղեք պատրաստ հետաքրքիր անակնկալների։ Ինչ եք կարծում, Հենրին և Սոսի որդին ինչ կապ ունեն միմյանց հետ, արդյոք Անան կկարողանա պաշտպանել իր ընտանիքը։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ դաշտում և իհարկե բաժանորդագրվեք բաց չթողնելու համար ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե այն բացահայտվող գաղտնիքները, որոնք տեղի են ունենալու շատ շուտով առաջինը դիտելու հնարավորությունը։ Մնացեք մեզ հետ, թողեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում, ինչ կապ ունեն Սոսի որդին ու Հենրին միմյանց հետ։